Այս շաուրմա պատրաստելուց հետո խանութից գնված տարբերակներ այլևս չեք ցանկանա։ Ջեռոցում պատրաստված հավի միս, ոսկեգույն կարտոֆիլ և ոչ մի գրամ մայոնեզ։ Պատրաստվում է հեշտարակ տարբերակով, ստացվում է անչափ համեղ, իսկ ամենակարևորը առանց որևէ խղճի խայթի կարելի է առաջարկել նաև երեխաներին։ Ես արդեն նախապատրաստել եմ բոլոր բաղադրիչները, մեզ անհրաժեշտ է հավի միս, խոշոր կարտոֆիլ, լավաշ, կաղամբ, թթու դրած և թարմ վարունգ, մի փոքր փունջ համեմ, սոխ, կծու ծիծակ, պղպեղ, լոլիկ։ Հեռացնում ենք հավի կաշին ճարպոտ հատվածները, որպեսզի ստանանք մաքսիմալ օգտակար շաուրմա։ Ես օգտագործում եմ Ազդրամիս, կարելի է վերցնել նաև կրծքամիս։ Միսը մարինացնելու համար պատրաստենք թանձրուկ, որի համար մեզ անհրաժեշտ է սոյայի սոուս, բուսայուղ, պապրիկա, սև պղպեղ և մի փոքր աղ։ Խառնում ենք և ավելացնում ենք հարմար կտորների բաժանած հավի ազդրամիսը։ Մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր կողմերից միսը թաթախվի թանձրուկի մեջ, թողնում ենք մարինացվի առնվազն 2 ժամ։ Սոյայի սոուսը հավի մսի համար ծառայում է որպես իդեալական մարինադ, այն կատարում է 3 հիմնական դեր։ Հարստացնում է համը, փափկեցնում է միսը, տալիս է գեղեցիկ տեսք։ Տապակելիս կամ ջեռոցում պատրաստելիս միսը ձեռք է բերում գեղեցիկ կարամելային երանգ։ Բարեկամներ, այս բաղադրատոմսի մեջ հավի միսը կարող եք փոխարինել խոզի փափկամսով, նույնպես կստացվի համեղ արդյունք։ Կարտոֆիլը ձողիկաձև կտրատում ենք, շատ չենք բարակացնում, որպեսզի ջեռոցում պատրաստվելու ընթացքում չչորանա, և ավելացնում ենք մեր նախընտրած համեմունքները։ 1 կգ կարտոֆիլի համար ես օգտագործում եմ 3 ճաշի գթալ բուսայուղ, 1 թեյի գթալ պապրիկա և կես թեյի գթալ աղ։ Մի լավ թափահարում եմ, որպեսզի բոլոր կտորները շատ լավ համեմվեն։ Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ ենք փռում, կես կարտոֆիլի վրա ամրացնում ենք փայտիկ և վրան շարում ենք մարինացված հավի միսը։ Փայտիկը կարող եք ամրացնել սոխի վրա և վերջում այն ավելացնել շաուրմայի մեջ, եթե իհարկե սիրում եք եփած սոխի համը։ Ինչպես տեսնում եք, տան պայմաններում էլ կարելի է պատրաստել ամենահամեղ շաուրման, ուղղակի պետք է մի փոքր ժամանակ տրամադրել և ամեն ինչ անել սիրով։ Միսը շարելուց հետո լցնում ենք կարտոֆիլը, տարածում ենք մեկ շերտով և ուղարկում ենք ջեռոց։ Ջերմաստիճանը 200 աստիճան, անպայման միացնում ենք օդափոխիչ համակարգը։ Այդ ընթացքում ժամանակ չենք կորցնում և նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Ձողիկաձև կտրատում ենք թարմ և մարինացված վարունգը, առանց այս երկու բաղադրիչների անհնար է ստանալ համեղ շաուրմա։ Մարինացված վարունգը կարելի է անցկացնել քերիչով և ավելացնել թանձրուկի մեջ, որը շուտով կպատրաստենք։ Հեռացնում ենք լոլիկների միջուկը, որպեսզի ավելորդ խոնավություն չլինի և ձողիկաձև կտրատում ենք։ Կծվի սիրահարների համար մարացնում ենք ծիծակ, 2 գլուխ սոխ և մի փոքր փունջ համեմ։ Բաղադրիչները չենք խառնում, քանի որ ոչ բոլորն են սիրում սոխ կամ ծիծակ, պատրաստում ենք ըստ տան անդամների նախասիրությունների, այսպես շատ հարմար է։ Շերտատում ենք հյութալի խրխրթան կաղամբ և մի փոքր աղով տրորում ենք։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Սոուսի համար վերցնում ենք հունական յոգուրտ, կետչուպ, աղ և սև պղպեղ և մի լավ խառնում ենք։ Հունական յոգուրտի փոխարեն կարելի է օգտագործել նույնչափ մայոնեզ, սակայն այս տարբերակով ավելի առողջարար է։ Կարտոֆիլը և միսը արդեն պատրաստ է, տեսեք ինչ ախորժելի է ստացվել, իսկ բույրը տարածվել է ամբողջ խոհանոցով մեկ։ Միսը բաժանում ենք հարմար կտորների և սկսում ենք հավաքել շաուրման։ Ինչպես տեսնում եք, շատ հաճելի գործընթաց է, իսկ թե որքան համեղ է ստացվում, կիմանաք, երբ պատրաստեք ինքներդ։ Հերթականությամբ դնում ենք բոլոր բաղադրիչները, մի քանի անգամ ավելացնում ենք թանձրուկը և լավաշով փաթաթում ենք։ Այս բաղադրատոմսով ստացվում է 6 մեծ շաուրմա։ Պատրաստելուց հետո կարող եք դնել տապակի մեջ, երկու կողմից կարմրացնել, որպեսզի լավաշը մի փոքր խրխրթան դառնա, կամ դնել ճարպաջեռոցի մեջ, թողնել մոտ 5 րոպե։ Արդյունքում ստանում ենք հյութալի միջուկով, խրխրթան լավաշով, առողջարար տարբերակով պատրաստված շաուրմա, որը կարելի է ճաշակել առանց խղճի խայթի զգացումի։ Շատ համեղ է ստացվում, դուք էլ փորձեք։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ այսքանը, առայժմ։